Պարոն Փաշինյան հարցասել ընտրությունների արդյունքներին է վերաբերվում փաստորեն վերահաշվարկի արդյունքում այն դեպքում այս պայծրությամբ կարծես պատկերը փոխվում է, ինչպես հայտնում են Բարգավաճ Հայաստանը կարծես մտնում է խորհրդարան։ Հիմա այս ամենից դատելով կարող ենք եզրակացնել եւ ընդունում եք, որ ամեն դեպքում այնպիսի խախտումներ կամ ինչպես կոչեք թերություններ են եղել, որի արդյունքում մի խոշոր ուժ, որ պետք է մտներ խորհրդարան, չի մտնում, սա փաստումը տեղ ունեցած կամ թերացում է կամ խախտումների մասին, տեղեկություններ մամուլում հրապարակվեց, նաև ձեր նախկին թիմակից այսպես հարցազրույցի հետ ասաց, որ դուք ընտրություններից առաջ փորձել եք ընդդիմադիրներին այսպես առաջարկ ներկայացնել գործարքի գնան, կա նման բան թե ոչ, ինչպես կմեկնաբանեք, եղել է առաջարկ թե ոչ, եւ մի հարցել տեղեկություն կա, որ ընտրություններից հետո ձեր առաջին այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն, սրա հետ կապված ինչ-որ պայմանավորվածություն կա, թե ոչ, եթե այո, ինչ օրակարգով։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով, Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհի աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրան ստանեցիներին փող չեն տվել, չնայած այդ էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրան ստանեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ չէ, բաժնեմասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, թերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Նրանք խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ իրեք ուժը ընտրությունների խորհրդան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Իրենք կարող են արտահայտվել այդ առումով, բայց ելի եմ ասում, նրանք չեն ստացել, նրանք չեն անցել շեմը, նրանք անցել են փողի շեմը։ Եվ ելի եմ ասում, մեր դատաիրավական համակարգը պետք է պատասխան տա։ Եվ ես չեմ պատկերացնում, այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք միջև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Սա շատ հստակ է։ Որևէ մեկը, որ բռնվել է 2031 թվականի ընտրությունների անպաշտոնական ամփոփման օրը պետք է լինի բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, որովհետև պետք է պատասխան տան։ Ինչ է նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որը մեկ ուզում ասի, որը մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել է արդարացրել է։ Էս ինչ ընդհանրապես ձև է։ Շնորհակալություն հարցի։ Բայց ձրի արել, թող ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Այո, կոռումպացվածները ցանկացած հարց այսօր կարան լուծեն դատական համակարգում։ Ցանկացած հարց։ Չեք հավատա, բայց եկել եմ ասեմ շնորհավոր, բայց
Պուտինի անունից իր փոխարեն, որովհետև բոլոր երկրների ղեկավարները շնորհավորեցին, Պուտինը չշնորհավորեց։ Սա ինչով է բացատրում, արդյոք հայ-ռուսական այս նախընտրական շրջանում առաջացած լարվածությունն է առիթը եւ արդյոք սպասում եք Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին եւ այս կոնտեքստում շատերի կարծիքով չնայած լարվածությանը, բայց Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը շատ մեծ լավություն արեց ձեզ, այսպես հակառուսական տրամադրություններ գեներացնելով, որպեսզի ձեր ընտրողները կամ նրանք, որոնք այդքան էլ հակված չեն ձեզ ընտրել, Ռուսաստանի ահից եւ ռուսի լծի տակից դուրս գալու այսպես զայրույթից բորբոքված գնան եւ ձեզ ձայն տան, որ դուրս գան ռուսական լծից, արդյոք մենք ռուսական լծի տակ ենք եւ հիմա դուրս գալու ենք թե ոչ, մեկ էլ մանդատների հետ կապված հիմա եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները դուք ասացիք շատ լավ կլինի բայց երեք Ալեն Սիմոնյանը կարծես համոզում էր որ եկեք նստեք աշխատենք նույնիսկ կարծեմ փոխոսնակի պաշտոն էր խոստանում եւ այլն հիմա պետք է վերցնեն այստեղ մանդատները ձեր գնահատմամբ կաշառքով ձեռք բերած մանդատները թե չպետք է վերցնեն եւ եթե չեն վերցնում արդյոք դուք դիմեք Սահմանադրական դատարան որովհետեւ այդպիսի խոսակցություն էլ կար ՍԴ կամ այլ գործընթացների որպեսզի այդ մանդատները հասնեն այլ քաղաքական ուժերի, օրինակ մյուս 3-րդ, 4-րդ, 5-րդ ուժերին, որոնք այդ մանդատին չեն արժանացել։ Ու մի բան էլ sense էս լարված էս ձեր բաների հետ կապած։ Թվում էր թե այս լարված շրջանը որ անցնի, դուք պետք է հանրային համերաշխության գնաք, բայց էլ ավելի խիստ ու ագրեսիվ տոնով եք սպառնում, բոլորին նստեցնել, էլի հրահանգ եք տալիս գործընկերներից ասացին, ի վերջո մենք հանրային համերաշխություն ունենալու ենք, հասկացանք, լրագրողներին սպառնում են, ինձ ամեն օր սպառնում են, պատգամավորներին սպառնում են, քաղաքական գործիչներին սպառնում են, հասկացանք։ Ձեզնից չի երևում, որ ձեզ սպառնում են փառում։ Հələ նամակներս անեմ ցույց տամ։ Ինչ վերաբերվում է դուք համոզված եմ կամ համոզված չեմ լավ։ Հանրապետության հրապարակի մեր ամփոփիչ հարավակում եղել եք եւ իմ ելույթը լսել եք կամ եթե չեք եղել կամ եթե չեք լսել լսեք կամ եթե չեք ուզում լսեք հարցրեք ինչ որ այնտեղ ասել եմ այդ հանրային համերաշխությունը այսինքն ընտրություններն ավարտվեցին մոռացանք ինչ ենք ասել ոչ չմոռացանք եւ հանրային համերաշխությունը հնարավոր է միայն այդ երրագլուխին Հայաստանից արմատախիլ անելու ձևով եւ մենք մարդասպան չենք որ տանք սպանենք մենք պետություն ենք եւ ասել են որ պետությունը մնալու է կոկորտներին եւ պետությունը պետքա մնա կոկորտներին եւ դա տեղի ունենալու ինչ վերաբերվում է իրենց մանդատ վերցնել չվերցնելու հարցին սկզբունքորեն իրանք մանդատ չունեն էլ որ վերցնեն ամենացած իրենց որոշման դաշտն է եթե ասում եմ եթե որոշեն չվերցնեն գոնե այդքանով ազնիվ կլինեն որ կունենանք մաքուր լեգիտիմ խորհրդարան թե չէ գալու են իրանց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ ինչի պետք է ազդի խորհրդարանի գործունեության համար անհրաժեշտ է մի բան քվորում ուրիշ բան անհրաժեշտ չի Պուտինի մասով դե հա ինչ չի շնորհավորել հույս ունենանք շնորհավորել շնորհակալ եմ աջակցության համար եթե աջակցել